Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի վրա զինված հարձակումից առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետք է ելույթ ունենա ներկաների առաջ, պատրաստ է ելույթին, սակայն անսպասելիորեն հավելել էր, որ կրակոցներ են հնչելու։ Համացանցում տեսանյութ է տարածվել նաեւ, թե ինչպես երազիկության ընթացքում ընթրիքի ուրերից մեկը շարունակում հանգիստ ընթրել, երբ գաղտնի ծառայության գործակալները վազում էին շուրջ բոլորը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում, հանդես է եկել ընդդեմ քրիստոնեության։ Ես լավ եմ, շատ առումներով շատ տխուր երեկո էր, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Մելանիա Թրամփը, որը նույնպես ներկա էր ընդունելությանը, իրեն լավ է զգում։ ԱՄՆ դատախազությունից էլ հայտնել են, որ կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու եւ դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար։ Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի եւ մենք մեծ հաղթանակ կտանենք, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանը մոտ 3 օր ունի, մինչեւ նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է, երբեմն պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։ Եթե իրանցիները ցանկանում են մեզ հետ խոսել, կարող են կապվել մեզ եւ մենք կարող ենք բանակցել հեռախոսով։ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք եւ այն, ինչ մենք արել ենք, պետք է արվել վերջին 47 տարվա ընթացքում։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի ռազմական գործողություններ սկսել իրանական ռեժիմի մնացորդների հետ։ Մենք միջուկային փոշի կվերցնենք իրանցիներից եւ դա մեր բանակցությունների մի մասն է։ Իրանի դեմ ձեռնարկած մեր միջոցառումներով ծառայում ենք ամբողջ աշխարհին, նշել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար Իսլամաբադ մեկնած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադից անմիջապես մեկնել է Մոսկվա։ Արաղչին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու տարածաշրջանային անվտանգային մի շարք հարցեր։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայել-Լիբանան հակամարտության վերաբերյալ կողմերը 3 շաբաթյա համաձայնություն էին ձեռք բերել հրադադարի վերաբերյալ, սակայն կարծես պայմանավորվածությունը ամբողջությամբ չի գործում։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն Լիբանանի հարավը կրկին հարձակմանը ենթարկվել եւ բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները։ Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների վրա։ Հարվածի հետևանքով վնասվել են տեխնոլոգիական սարքավորումները, նավթի բաքերը եւ նավահանգստի ներսում գտնվող բեռնափոխադրումները։ Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Կուլեբայի խոսքով վնասվել է նաեւ Պալաուի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավը, որը ժամանել էր նավահանգիստ բեռնման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ մեղադրել է Ռուսաստանին միջուկային ահաբեկչության մեջ։ Նա Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի 40-ամյա տարելիցին հղած ուղերձում հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պարտավոր է հասնել նրան, որ Մոսկվան դադարեցնի տեխնացի նոր վթարով սպառնացող հարվածները։ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է բանակցել Պուտինի հետ, սակայն չի բացահայտել նրանց վերջին զրույցի մանրամասները կամ ժամանակը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտության խաղակարգավորման հասնելու համար։ Ռուսաստանը միշտ բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում շփումների համար։ Այս մասին էլ ասել է Լավրովը։ Նրանք գիտեն մեր դիրքորոշումը, ավելին նրանք այն լսել են Ալյասկայում։ Այն ներկայացվել է ի պատասխան նրանց առաջարկության։ Վստահ եմ, որ բանակցային թիմը պարոնայք Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները անպայման չեն մոռացել դա, ասել է նա։ Ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցել 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Երկրաշարժի զոհերի եւ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Կոլումբիայի պանամերիկյան մայրուղում տեղի ունեցել ահաբեկչական հարձակում, պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը։ ԱՄՆ-ում NASCAR Cup Series մրցաշավի ժամանակ տեղի ունեցել զանգվածային վթար, բախվել է 26 մեքենա, դրանցից 10-ը չեն կարողացել վերադառնալ մրցաշար, վարորդներից ոչ մեկ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Մարտեր են տեղի ունեցել Մալիում, Տուարեգ ապստամբների եւ ջիհադական ջնիմ խմբավորման համատեղ հարձակումը հանգեցրել է Մալիի հյուսիսում Կիդալի գրավմանը, ինչը հանգեցրել է Մալիի զորքերի ջախջախմանը։